Ժորա Կարապետյան, Առակներ։ Ծերության ցավից արծիվարի տնքում էր ծանր իջած մի քարի։ Գլխավերևից մի ճանճ տստզան քմծիծաղ տվավ ու ասավ նրան. «Հեյ գիտի արծիվ, ինչ օրի հասար, փառքը դարձել է հողին հավասար։ Ես իմի քեզնից բարձր եմ թռչում, իսկ դու հազիվ հաս քարից ես կառչում»։ Գլուխն արծիվը վեր բարձրացրեց ու ճանճին էսպես պատասխան տվեց. «Իսկական փառքը բարձրության մեջ չէ, վեր լինես թե վար, անունի մեջ է, թեև ինձանից վեր ես բարձրացել, սակայն անունդ ճանճ է մնացել, նույն ճանճն ես չնչին ու ողորմելի, իսկ ես ցածում էլ արծիվ եմ էլի»։ Հացի դանակը հարց տվեց մարդուն. «Պատասխան տուր ինձ, ով մարդ իմաստուն, քո թաշկինակից ինչով եմ պակաս, նրան գրպանդ դրած մանկուք ես, ես միշտ կիսում եմ քեզ հետ քո հացը, ինչ վատ ընկեր եմ, որն է իմ բացը»։ Պատասխան տվեց մարդը դանակին. «Ես վստահում եմ իմ թաշկինակին, նա է իսկական ընկեր կոչվածը, դու հացս ես կիսում, իսկ նա իմ լացը»։ Ժայռի շվաքում կեսօրվա տապին արծիվը խրատ կուտար իր ձագին, թե ոնց տարածի թևերը թռնի, ոնց վրա հասնի որսին ու բռնի։ Երբ տեսավ ժայռի ծերպից մոտակա, օձը սողեսող դեպի իրեն կուքա։ Եկավ ու ասավ. «Երկնքի արքան գիտե ձագնոցի խոհեմ է որքան, տեսած կա արդյոք օձերից մեկին, որ խրատ տալիս լինի իր ձագին»։ Արծիվը մի պահ իրեն թափ տվեց և օձին այսպես պատասխան տվեց. «Ճախրելու համար ամպերից էլ վեր, հերիք չէ միայն ունենալ թևեր, խելքի ու մտքի լույսն է հարկավոր, այս կփափագի ամեն թևավոր։ Օձը սողում է ձվից դուրս գալիս, սողալու համար խրատ չեն տալիս»։